Հարգելի հետևորդներ, ներսում իրավիճակը ծայրահեղլարված է։ Քաշքշոց է տեղի ունենում։ Ոստիկաններով, բանով, Ոստիկանության աշխատակիցները ուժ են գործադրում հոգևորականների նկատմամբ, նրանք ձեռքերը վերև են բարձրացրել։ Փորձեք բացել։ կողպեքով, հա։ Կողպեքով, Ահա, և աշխատակիցներից մեկը բացեց դուռը և մեր լրագրողներս արդեն կարող ենք մուտք գործել վեհարանի տարածք։ Հարգելի հետևորդներ, մենք մեզ ի վերջո լրատվամիջոցների ներկայացուցիչներից հաջողվեց մուտք գործել վեհարանի տարածք, այստեղ այստեղ փորձում են ուժով ձերբակալել Միքայել Աջապահյանին։ Սիրելի ոստիկաններ, կմոտենաք, ձեզ խնդրանքում ենք, որպես ձեր եղբայրներ։ Սիրելի ոստիկաններ, ձեզ որպես եղբայրներ խնդրանքում ենք, կարող եք մոտենալ։ Դեր զարեք, դու հորա լավ եք կանում։ Ուրեմ սիրելի հոգևորականներ, մենք պետք է ձևակերպենք, ինչի համար Միքայել Սրբազանին մենք համաձայնություն չենք տալիս, որպեսզի
քննչական կոմիտե նրանք առաջնորդեն, կանեն, ինչու համար։ Ոչ թե նրա համար, որ Միքայել Սրբազանին մենք շատ սիրում ենք։ Ոչ թե նրա համար, որ մեր Միքայել Սրբազանը մեր եկեղեցու լավագույն հոգևորականներից է։ Այլ նաև նրա համար, որ այս գործողությունները հակաիրավական բնույթ են կրում։ Եթե իրավական բնույթ կնեին այս գործողությունները, համաչափ լինեին, երկակի ստանդարտներ գործած չլինեին, այսօր կառավարության ղեկավարը բազմիցս ինչ բառեր օգտագործել, ձեզ պատվին կծեփեմ, դիժվածքներ եւ այլն։ Ուրեմն 100 անգամ արդեն ինքը ուր պիտի լիներ։ 100 անգամ ինքը արդեն քննչական կոմիտեում պիտի լիներ։ Եկեք էստեղ խոսենք։ Չեմ կարող ինգել 3 հատ պահում։ Հիմա որ կողմ են գնում։ Ոչ, Սրբազան։ Միքայել Սրբազանն ձեր կատարումն ըստ երևույթին ցանկանում է անձամբ գտնել այս հոգևոր դասը։ Նոր մնացել։ Նրա հետ է նաև վեհապարը։ Վեհապարներ ինչ է կատարվում։ Ինչ կասեք։ Ուր եք ուղեկցում Միքայել Սրբազանին։ Ճանապարհ տվեք։ Իվարկը մենք անցնենք։ Չի կարելի։ Դուք հիմա վիրավորում եք վեհարանի մեջ եք։ Չի կարելի։ Всё, լավ, հանգիստ, всё։ Մարդը բուզական վիճակում է խաղաղ Դե այստեղից։ որտեղ իրան սրբությունը։ Ճամփորդեք անցնենք։ Ես սպառնալիք չեմ ես երկրի համար, սպառնալիքը կառավարությունում անստան։ Հիմնական սպառնալիքը կառավարությունում են ստան։ Ես ես երկրի համար սպառնալիք չեմ եղել, չեմ լինի։ Բայց այն մարդիկ, որոնք այդ թիվագարի Խելոք։ սպառնում են բռնությամբ, ես գնում եմ իրենց հետ եւ հոգեվորականները կհետևեն ինձ։ Վեհապար Հայրապետ, սա ձեր ճանապարհն են մաքրում։ Ինչ է սպառնալիք։ Վեհապար Հայրապետ։ Մի րոպե, Ժորժ, մի րոպե, լուր։ Սիրելի եկեղեցականներ, ինչպես նախատեսված է Սրբազանը հիմա գնալի է մեր փաստաբանի հետ, մենք գնանք վեհարան, այնտեղ կհամախմբենք մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար։ Միանշանակ է, որ մենք բոլորս ամենայն ջանքի գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի մեր եկեղեցու, մեր եկեղեցականաց եւ մեր հոգեվորականների, Իսկ երկրի եւ երկրի բնականաբար։ ուշացած չեն մեր ջանքերը Վեհապար Հայրապետ։ Մի րոպե։ Այնպես որ պիտի հրավիրենք, որ գնանք վեհարան, այնտեղ համախմբենք եւ մեր քննարկումները մեր ժողովը իրականացնենք։ Ներսում ինչ էր կատարվում Վեհապար Հայրապետ։ Վեհապարներ կարող է հաջորդը ձեր հետևից կան։ Կարող է հաջորդել այս ճանապարհով ձեր հետևից կան։
Ուր է գնալու դու։ Մի հրեք։ Ժողովուրդ, մի հրեք մենք բացվենք այդան։ Մի Ժողովուրդ, մի հրեք։ Հատ հայնում ենք։ հրեք էս աղջկա։ Ոսկի բնականներ, համարի։ Մեզ իսկի պաշտպանեք, նորմանցը պաշտպանեք։ Սենց է կարել ողջույն չարը։